Բարի օր սիրելի երեստաթիդող, այսօր պատրաստելու ենք կարտոֆիլով աղցան, կարող ենք ասել նախուդեստ, կարող ենք ասել նույնիսկ ուդեստ, որովհետև ես մեկ-մեկ որ սիրտս ուզում է, խաշում եմ կարտոֆիլ, շատ քանակությամբ եմ անում եւ հայտարարում եմ այդ օրը կարտոֆիլի աղցանի օր։ Այսօրվա բաղադրատոմսի համար մեզ պետք է 1 կիլո խաշած կարտոֆիլ, 1 կապ կանացող, մի փունջ ձիտրոն, մի փունջ բազիլիկ, կես հատ կիտրոն, 4 կտալ դիժոն մանանեխ, 1 կտալ կաթաղ, 2 կտալ տահին, 1 տկալ մեղր, 3-ից 4 բջիջ սխտոր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, օրիգանո եւ քայենյան բղբեղ կծու։ Եվ իհարկե ցիտապտրից հետ։ Իսկ մենք ոնց ենք սկսելու, ամենաառաջ կարտոֆիլը պետքա գտրատենք։ Վերցնում ենք կարտոֆիլները ու գտրատում ենք մեր ցանկացած չափսերով։ Ես ընդհանրապես սիրում եմ քյուբիկներ, այսինքն այսպես կիսում եմ ու սկսում եմ այսպես քուբիկների վերածել։ Կարող եք եւ ավելի մանր գտրատել, կարող եք եւ ավելի մեծ, բայց ավելի հարմար կլինի ոչ շատ մանր, ոչ շատ մեծ, որպեսզի մենք մեր պատարի հետ այդ ամեն ինչը նայենք, վերցնենք։ Դե իհարկե այս կարտոֆիլները կտրելուց հետո պատրաստելու ենք սոսը եւ դրանից հետո ավելացնելու ենք կանաչիները։ Ուզում եի հիշեցնել, որ այս բոլոր ապրանքները կարող եք վերցնել 8 սուպերմարկետից եւ որպեսզի վերցնեք ամեն ինչ եւ որպեսզի վերցնեք որակով եւ իհարկե մասնակցեք խաղարկության, հետո զանգեք ասեք վայ մերսի շաղիկ, վայ մերսի համի կախնիկ, որ մեզ թողեցիք իմանանք 8 սուպերմարկետի մասին ու մասնակցենք խաղարկության եւ նվերներ շահենք կամ բնակարան կամ եւ այլն։ Մի խոսքով մենք ձեր համար միշտ անում ենք ամենալավը, տալիս ենք եւ համով պաղացիչներ եւ պաղացատոմսեր եւ լիքը սպոնսորներ կամ գործընկերներ, որոնց մասին կարող եք իմանաք կամ կարող եք իմանաք եւ մենք հիշացնենք։ Ամեն բարակայի սոսերի մասին էի որովհետեւ խոսում, կարամ եւ նաեւ հիշացնեմ, որ որևէ մեկ սոսեր, եթե դունը չեք կարող պատրաստել, կամ օրինակ մի քիչ դժվար է ձեր համար այդ հիմքային սոսերի մասին է խոսքս, որ կարող եք հանկից սուշ շեֆից պատվիրել, որովհետեւ սուշ շեֆը ունի բոլոր սոսերը, ամենադժվար սոսերից ամենահեշտ սոսերը, փյուրեներ եւ այլն, լիքը մսամթերք, ամեն տեսակի բան, որ կարող եք համով բաներ պատրաստելուց, գնաք մի հատ իրանց խանութ, վերցնեք ձեր համար հետաքրքիր բաղացիչները ու գնաք տուն համով բաներ պատրաստեք։ Բայց մեզ գկրեք։ Օրինակ կասեք շաղիկ, ես փնտրում եի այսինչ ապրանքը Հայաստանում, չկդա, գնացի սուշեֆ եւ կդա։ Եվ մեզ շնորհակալություն պստիկ կհայտնեք։ Դե չեք մոռանա մեր էջերը Համի Կախնիկի Facebook եւ Instagram միշտ follow արեք։ Կարող եք եւ միշտ like անել մեր բոլոր քրարումները, որպեսզի հասնի ավելի շատ քանակության մարդոց, որովհետեւ մենք ունենք պատմություն, մենք ունենք պաղացիչներ, պաղացատոմսեր, որոնց մասին պատմում ենք ամեն օր եւ ուզում ենք այդ դրանց մասին բոլոր հայերը իմանան։ Քանի որ կան պաղացատոմսեր, որ ես ամենտեղ չեմ պատմում իրանց մասին, Համի Կախնիկի մեջ էքսկլյուզիվ են լինում։ Քանի որ այս մեր պաղացատոմսերը կամ հաղորդումները գնում են սկզբում Կետրոն TV-ի եթեր ժամը 9:00 եւ 17:00, իսկ հետո գնում է YouTube։ Իսկ YouTube-ում մեր պրոդյուսերներից մեկը դրելազանք, որ գալիս է ցես, եթե subscribe եք արել, այս իհարկե, եթե բաժանորդակրվել եք մեր ալիքին, Համի Կախնիկի, գալիս է մի հատ նամակ, ասում է շաղիկը այսօր պատրաստելու է այսինչ պաղացատոմսը։ Եթե հետաքրքրված եք, 2 ժամից համեցեք YouTube։ Հետո 2 ժամ հետո իջնում է այդ նոր հաղորդումը։ Մի խոսքով երկար բարակ պատմեցի։ Քանի որ կարտոֆիլները պատրաստ են, ես ուզում եմ բերեմ այսպիսի ափսե ու բոլոր կարտոֆիլները ուղարկեմ այդ ափսեն։ Իսկ հետո կգնամ ձերքերս հանգիստ կոճարեմ, մեր խոհանոցը քիչ կմաքրագործեմ, իհարկե այդպիսիով։ Գնամ ձերքերս լվանամ ու վերադառնամ։ Երևի թանակս էլ լվանամ, քանի որ թանակս պետք է լինելու։
աչքը մեջներ։ Բայց դուք էլ կգտնեք, կարող եք շուգայից վերցնել, գա։ Դուք էլ կարող եք APC ապրանքները վերցնել։ Ավելացում ենք կաթախը։ Ավելացում ենք մանանեխը։ Իրականում ես օգտագործում եմ հատիկավոր մանանեխ, կարող եք ընդհանրապես հատիկավոր չօգտագործել կամ կարող եք երկուքը միքսել։ Ավելացում եմ տահինը։ Ավելացում եմ մեղրը։ Իսկ հիմա ջզմեմ սխտորները ու ավելացնեմ։ Պատկերացնում եք այս սոսի համը, այսինքն այս սոսը դուք կարաք պատրաստեք ու ընդհանրապես ինչ որ պատրաստում եք դունը, օրինակ կարող եք բղբեղ խորովել, նայ բաղադրատոմսի մեջով բաղադրատոմս եմ տալիս, տեր ասում եք շահեգը ինչ որ բան, մի հատ նայեք, օրինակ բղբեղ խորովել, խորոված բղբեղին վրա ավելացնել, օրինակ կարող եք, չգիտեմ, սպանախ տապակել սպանախի վրա ավելացնել, մի խոսքով հետաքրքիր համով սոսը։ Ավելացում ենք ցիտապտղից հետը իմ ամենաֆեյվորիտ ինգրեդիենտը։ Իրականում ես շատ եմ սիրում ցիտապտղից հետո օգտագործել, բայց միշտ ուզում եմ հիշեցնել, որ փրինցից հետն էլ միշտ հնարավոր է օգտագործեք, ովքեր որ ցիտապտղից հետը մի քիչ իրենց համար ծանր է, կարող են փրինցից հետո օգտագործել, դե իհարկե այս բոլորը սուշեֆից։ Yamito։ Էսի մոտիկից նկարում ենք, ենքան հավես է, սոսը պատրաստ է, հիմա աստեղ ունենք բղբեղը, բղբեղի վրա ավելացնում եմ աղ, իսկ ինչի, քանի որ սիրում եմ ես աղը և բղբեղը մի քիչ կարտոֆիլի հետ խառնեմ ու հետո ավելացնեմ սոսը և բղբեղը, մի հատ խառնեմ, մի քիչ օրեգանո, մի քիչ կայան, դե իհարկե աղը բղբեղը դրեցի, հիմա ավելացնում եմ իմ ամենա սիրած համեմունքներից կայանը, կայանյան բղբեղը ինքը ամենագծու փոշի բղբեղներից է կարմիր, որը օգտագործում ենք, դե իհարկե մենք բոլոր համեմունքները օգտագործում ենք միայն մարանիկ և շատ ուրախ եմ, որ մարանիկը նույնիսկ կայանյան բղբեղի փոշի ունի և բոլոր համեմունքները, որ ես սիրում եմ, անձնապես։ Համեստությամբ եմ ուզում ասեմ, բայց ասեմ, եթե ինքը կարողանում է գոհացնի ինձ նման մեգումը, որը շատ համեմունք է օգտագործում և ամեն ինչ շատ որակով և թարմ, այլ ըսել է թե շատերը ուրախ կլինեն իրենց ապրանքներով։ Մարանիկ, ընդրյալ հատիկ, համի կախնիկ։ Հիմա ես ուզում եմ միադել լիմոն կամեմ իրա վրա, իսկ այդ կախնիկը ես անում եմ միջև սոսը տնելս, որովհետև ինքը սենց այդ ֆլեյվերները, որ հետո ավելացնում ենք այդ համերը, բացում է իրար։ Դրա համար մենք հիմա մի քիչ լիմոնը ավելացնում եմ։ Մի հատ խառնեմ։ Ու անցնում ենք կանաչիները կտրատել։ Սկսում եմ ձիդրոնից։ Իրականում ես կարտոֆիլով աղցանի մեջ կարող եք նաև սամիտ թնել, քանի որ Հայաստանում սամիտը շատ համով է և բոլորս սիրում ենք։ Ես ընտրել եմ այսօր գանացող ձիդրոն և բեյզել, բասիլիկ։ Ձիդրոնը քանի որ միշտ շուկայում չկա, միշտ սեզոնում չկա, ես իմ ամենասիրած կանաչիներից է։ Ձիդրոնը պատրաստեցի, հիմա բեյզելը, հայկական ինչ-որ խոհանոցից, որ խոսում էի, հիշեցի, որ պետք է հիշացնեմ ձեզ, չմոռանաք ձեր ամռան անուշիկ համով սեղանների վրա, այդ ուտելիքները տնելուց, լիմոնադները և այլն չմոռանաք, ջուրը չմոռանաք, դե իհարկե կարող եք սիլից տնել ջուրերը, իսկ հյութերը կարող եք մազայից տնել, համով տենց այդ իմ սիրած մանգոյի հյութը կարող եք սառնարան տնել, մի քիչ սարցախցիկ, հետո հանել այդ ժամը 4-ի կողմերը մարդոց սիրտը սենց ուզում է զովանա և խմում են մանգոյի հյութ։ Հետո հիշում են ինձ, հիշում են համի կախնիկը, հիշում են մեր բաղադրատոմսերը, գնում են շուկա, վերցնում են այդ ամեն ինչը ու գալիս են։ Բեյզելի կտրատում եմ։
Մի քիչ ձիտրոնն եմ կտրատում։ Թեթևակի կտրատում, որպեսզի այդ համերը դա եւ ինքը դարաձում ունենա ամբողջ աշխարհում, ամբողջ կարտոֆիլում։ Էս պատրաստ է։ Սկզբում ավելացնում եմ սոսը։ Մի հատ խարում եմ։ Դուք արդեն պատկերացրուցիք, չէ՞, համերը։ Հիմա արդեն ավելացում ենք կանաչները։ Կանացող, բեյզել եւ զիտրոն։ Խառնում եմ։ Արդեն տեսնում ենք, որ հետաքրքիր համերը բարձրացան վերև։ Մի քիչ եմ ավելացում սև բաբեղ։ Կարող եք կիդրոնի գդոր հյուրասիրեք մատուցման ժամանակ, որովհետև կարգմամարտիկ կարող է մի թեթև ավելի թթու սիրեն։ Հիմա մատուցման։ Մի թեթև ցիտաբղից հետ։ Եվ այսօրվա կարտոֆիլով կանաչիներով աղցանը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարեխորժակ։ Դե ինձ սիրելիներս, արդեն պատրաստ է իդեալական համով, կատակ չեմ անում, բայց պետքա փորձեմ, որպեսզի դուք էլ պատկերացնեք համը, քան որ ես չեմ թեմանում, իրոք չեմ թեմանում։ Չեք թիմանա, ուղղակի չեք թիմանա։ Գիտեք ինչ էլ գսազի, օրինակ եթե ուզում եք ստեյք կամ ինչ-որ միս անել, կողքը ուզում եք կարտոֆիլի մի հատ հետաքրքիր բանով անեք, էս շատ լավ կգնա։ Ինչ են է։ Ինձ եւ մեզ բարեխորժակ եւ ցեզ, քանի որ դուք էլ պատրաստեք, քանի որ դուք էլ պիտի պատրաստեք վստահ եմ, իսկ մենք վաղ կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կետրոն TV եթերով։ Ցտեսություն։